Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածելու շքերթը կրկին մեղադրելով Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Մարտի 16-ից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թվով 11-րդ նմանօրինակ ապատեղեկատվություն է տարածում, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին ստիպված հերքում է։ Այս ֆոնին Հայաստանի վարչապետը շարունակում է Facebook-յան էջում իր գրառումները. Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Իմ հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է. հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը ըստ Փաշինյանի համաձայնեցված է, սպասում է ստորագրման։ Բացի այդ, Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը տարօրինակ ստատուս է գրում այն մասին, որ պաշտպանության նախարարությանը հստակ հանձնարարական է տվել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, որովհետև Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի ճանապարհով։ Ըստ Աբրահամյանի երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կամ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել եւ Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք, կամ Փաշինյանն ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի եւ պնդում է իր հանձնարարականը։ Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել, համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը, դրանում էլ առավել քան վստահ եմ։ Խաղաղություն չեն մուրում, խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ, դիվանագիտական գրագետ ու ճկուն քաղաքականությամբ, երկրում արդյունավետ կառավարման համակարգի գոյությամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ եւ պատերազմին մշտապես պատրաստ լինելով։ Այնինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է, հասարակությանը հուսահատության, պարտվողականության եւ անօգնականության ուղերձներ փոխանցելով։ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիր, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Բրազիլիայում արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ Դիվանագետը շեշտել է համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման եւ նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար։ I'm sure you heard about the most recent development regarding the normalization of relations between Armenia and Azerbaijan. Պաշտոնական Բաքուն եւ Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում։ Բաքուն պայմաններ առաջ քաշում։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում է հրադադարը խախտելու համար։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության եւ երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ըստ Միրզոյանի, Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ, որոնք եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, հետո նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով, սակայն նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից։ Երևանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգը առաջ ենք մղել։ Բաքվում գտնվող հայ գերիներին եւ պատաններին վերադարձնելու պահանջով ակցիաները շարունակվում են։ Քաղաքացիներն այս անգամ հավաքվել են կառավարության շենքի դիմաց եւս մեկ անգամ հիշեցնելու իշխանություններին իրենց պարտականությունների մասին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը նշել է, թե քանի որ այս իշխանությունները մոռացության տալու հակում ունեն թեման, իրենք պատրաստվում են տարբեր միջոցներով այն օրակարգում պահել։
Այժմ մենք ինչ ունենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներից տրված ինֆորմացիա եւ ես նորից էլի պիտի խնդրեմ ու օրդորեմ մեր հայրենակիցներին չքննարկել ու չքննադատել այդ լրատվության միջոցով եկած որևէ տեղեկատվություն այնտեղ պահվող գերիների պատանների խոսքից, որովհետեւ նրանք հենց դրան էլ սպասում են։ Եվ այո, Շվեյցարիայի նաեւ խորհրդարանը կարող է խոսել այդ մասին մասնակից լինել եւ շատ բարձր եմ գնահատում Մայքլ Ուոլսի հայտարարությունը ԱՄՆ անվտանգության նախագահի անվտանգության խորհրդականին ուղիղ ասելու, որ ազատ արձակեց։ Այստեղ խոսքը դատավարական ֆարսի մասին է եւ դա բոլորին տեսանելի է։ Եվ հետեւաբար այդ հորդորը, որ խաղաղության պայմանագիր ուղղակի չի կարող լինել առանց գերիների ազատ արձակման, սա փաստ, որ եթե անկեղծություն կա այդ խաղաղության օրակարգում եւ դա ոչ թե իշխանության գործարք է իշխանություն պահելու, ուրեմն պիտի ներպետական բոլոր այցանների նաեւ դատական այդ հայցերը ավարտվեն եւ գերիները ազատ արձակվեն։ Առանց դրա ուղղակի անհնարին է պատկերացրեք Իսրայելը խաղաղություն կնքի առանց իր գերիների հետ ստացման։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցով Հայաստանում է։ Ռասմուսենը նշել է, որ չափազանց մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ եւ եւս մեկ անգամ Բաքվին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով, այնպես որ հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, հետևաբար վերջինս պետք է շուտապույտ կերպով ստորագրի այն։ Համաձայնագրի ստորագրումը բխում է նաև հենց Ադրբեջանի շահերից, քանի որ այն կդյուրացնի Բաքվի կապերի զարգացումը միջազգային հանրության հետ։ Հույս ունեմ, որ ինչպես Եվրոպական միությունն, այնպես էլ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեն այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նիդերլանդների գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մանրամասները տեղեկացրել տարածաշրջանում առկա իրավիճակի եւ իրողությունների, նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին ու կրկին ադրբեջանական նախապայմաններ առաջ քաշել։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ չնայած Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, Հայաստանի սահմանադրության մեջ իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, նաեւ հայկական կողմի դիրքորոշումը Մինսկի խմբի ու ՀՀԿ այլ համապատասխան կառույցների նկատմամբ խոչընդոտներ են ստեղծում եւ կարեւոր է այդ խոչընդոտների վերացումը համաձայնագիրը ստորագրելու համար։ Բայրամովն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին նրանց դեմ հարուցված շինծ ու քրեական գործերով դատավարություններին։ Ըստ Բայրամովի հակահաբեկչական միջոցառումներից հետո Ադրբեջանը ցուցաբերելով մարդասիրություն թույլ է տվել հայկական անօրինական զինված խմբավորումների ավելի քան 10,000 ներկայացուցչի լքել երկիրը։ Գյումրու քաղաքապետի տեխնացու Ռուբեն Մխիթարանին կանչել են քննչական կոմիտե։ Նրա մամուլի խոսնակ Լիլիթ Հարությունյանը հայտնում է, որ քննիչի պահանջով Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում Երևան գալու եւ հարցաքննության ներկայանալու համար։ Այո։ 2024 թվականի մայիսին ձեր հետ կապված բարիքներ ակտ են կայացրել, որ վարորդական չունենալով մեքենա եք վարել։ Այդ երբ է եղել։ Ասում մայիսին, 24-ի մայիսին։ Եվ չեմ հիշում այդպես բան, բայց լավ։ Լավ, կգաք հա, տեղում բան կանենք, էլ այդ հարցը կարգավորեն։ Ամենայն դեպս այսօր ժամը 6-ին կարող եք գալու ոչ հարցաքննության։ Եկեք սենց անենք, իմ փաստաբանը կկապնվի ձեր հետ, կորոշենք երբ ենք գալիս հարցաքննության, որովհետև իմ վարորդական իրավունքը Տիկին Դավթյան, իմ վարորդական իրավունքը իմ մոտ է վաղուց շատ։ Ու ես չգիտեմ ինչ ակտի մասին է խոսքը, իմ փաստաբանը կկապնվի ձեր հետ։ Ուրեմն սենց ենք պայմանավորում Ռուբեն ջան։ Դուք եք ձեր փաստաբանի հետ խոսում, ու այսօր ժամը 6-ին ձեր փաստաբանով կամ առանց ձեր փաստաբանի գալիս եք հարցաքննության, որտեղ ես եմ որոշում հարցաքննությունը երբ իրականացվի։ Իմ փաստաբանը կկապնվի ձեր հետ եւ միասին կորոշեք, երբ ենք մենք ներկայանում ինչ որտեղ։ Ժամը 6-ին այսօր։ Իմ փաստաբանը կկապնվի ձեր հետ։ Փաստաբանը թող ինձ հետ կապ հաստատի, բայց այսօր ժամը 6-ին։ Իմ փաստաբանը կկապնվի ձեր հետ, միասին կորոշենք։ Ես որոշողը ես եմ անկեղծ ասել, այստեղ որոշողը ես եմ։ Շատ ուրախ եմ իմ փաստաբանը կկապնվի ձեր հետ, միասին կորոշեք ինչ է անում։ ԿՊԱ-կան падգամավոր ազգային ժողովի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կրկին լկտի վարքագիծ է դրսևորել վիրավորելով կին լրագրողին։ Այս անգամ նրա թիրախում հայտնվել մեր լրատվականի լրագրող Լիպսիմե Ջեբեջյանը։ Իսկ ճեպազրույցի ժամանակ նրան շրջապատած գործընկեր լրագրողները այդ ընթացքում շարունակել են իրենց աշխատանքը հարցեր ուղղելով падգամավորին։ Բուլինգ, սեքսիզմ, պաշտոնեական դիրքի չարաշահում, խոչընդոտում լրագրողական գործունեության եւ էթիկայի նորմերի խախտում, այսպես են որակել միջադեպը փաստաբանները։ Դուք եք կողքանում։ Այդպես եմ ուզում։
Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Դուք։ Եթե թե ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին։ Այդպես, որտեղ ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկին, որ ձեզ արեց։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Ոչ մի բան, ասեք։ Այսինքն էս բուլինգ եք ձեր կարծիքով, բուլինգի եք ենթարկում լրագրողներին։ Լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներ այստեղ կան։ Իսկ հոգևորականի որ ցիտում եք, գոնե կոնտեքստն է կցիտեք ինչի։ Ինչով եք պայմանավորվում Քոչարյան։ Ես ոնց որ բոլորը ասեմ։ Պարոն Քոչարյան, ձեր պահվածքը լրագրողի հետ չեք կարծում որ պիտի ներողություն։ Ոչ թե ես ասել եմ ոչ տղամարդկայինն է ձեր պահվածքը։ Ոչ մարդկային, ոչ պաշտոնյայի։ Իմ հաղորդումից կապ ունի թիմը։ Գնացեք ձեր հաղորդումները եւ ձեր աղջիկ եթե լրագրող լիներ, իրեն այսպես պահեր պաշտոնյան, ինչ կասեք։ Աղջիկը երբեք այն պահվածքը չեր ունի, ինչ որ դուք եք ունեցել։ Ձեր պահվածքը անթույլատրելի է։ Էրդողանը չեզոքացնում է մրցակիցներին թուրքական մամուլը եւ համաշխարհային լրատվամիջոցները ողողված են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալության մասին հոդվածներով։ İmamoğlu'n Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է 2008 թվականից։ 2019-ի հունիսի 23-ին նա ջախջախից հաղթանակ է տայել իշխող կուսակցության անդամի նկատմամբ եւ ընտրվել Ստամբուլի քաղաքապետ։ Ստամբուլում երբևէ ամենաշատ ձայներ հավաքած քաղաքապետն է։ İmamoğlu'n իր կուսակցության ներսում առաջադրվել է առաջիկա նախագահի ընտրությանը եւ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցն է։ Մարտի 18-ին Ստամբուլի համալսարանը հայտարարում է, որ չեղարկել է İmamoğlu'ի դիպլոմը, իսկ արդեն մարտի 19-ի առավոտյան նրան ձերբակալում են հանցավոր խումբ ստեղծելու եւ ղեկավարելու կոռուպցիոն այլ մեղադրանքներով։ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար կազմը հայտարարել է, որ սա քաղաքական ձերբակալություն է եւ փաստացի քաղաքացիական հեղաշրջում, քանի որ İmamoğlu'n բարկանիշով առաջ է Էրդողանից եւ նախագահ դառնալու պոտենցիալ տեխնացու է։ Ստամբուլի նահանգապետարանը արգելել է հավաքներն ու բողոքի ակցիաները, սակայն դա չի վախեցրել քաղաքացիներին։ Ստամբուլի համալսարանում, մետրոյի կայարաններում, տարբեր հատվածներում բողոքի մեծ ակցիաներ են տեղի ունեցել, որոնք դեռ շարունակվում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։ Մոտ 1 ժամ տևած հեռախոսազրույցը Սպիտակ տան ղեկավարը շատ լավ է որակել։ ԱՄՆ նախագահը թրուսում գրել է, որ քննարկման հիմքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի վաղ կայացած զրույցներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համակարգելու նպատակով։ Մենք ճիշտ ուղու վրա ենք եւ ես կխնդրեմ պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուորցին ճշգրիտ ներկայացնել քննարկվող կետերը։ Այս հայտարարությունը մոտ ապագայում կհրապարակվի։ Զելենսկին իր հերթին Թրամփի հետ զրույցն անվանել է դրական, շատ բովանդակալից եւ անկեղծ շնորհակալություն է հայտնել Ամերիկայի նախագահին Ջիդայում Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունների համատեղ արդյունավետ աշխատանքի մեկնարկի համար, նշելով, որ մարտի 11-ի այդ հանդիպումը ակնհայտ օգնել է ընթանալու դեպի պատերազմի ավարտը։ Մենք պայմանավորվեցինք, որ Ուկրաինան ու Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը հասնելու իրական կայուն խաղաղության։ Մենք հավատում ենք, որ Ամերիկայի նախագահ Թրամփի եւ ամերիկյան անմիջական ղեկավարությամբ այս տարի կարելի է հասնել կայուն խաղաղության, X-ում գրել է Զելենսկին։